Եթե նոր սերունդն է Բահաբանը հայ երգին, ուրեմն մենք ալ Բահաբանն ենք նոր սերունդի զավակներուն, որբեսի մեծնան հայ երգով, մաքուր երգով։ Այդ երիտասարդ երգիչներն այսօր եւ մեր եթերեն, որու հետ խոսելով մենք պիտի ապրենք իր գադարման վայելքը ու տեսնենք թե ինչպես անհասակ արած է եւ այսօր այն է ինչ որ է Արման Գրիգորյան Սիրելի Արման, դու արդեն մեր եթերն ես։ Ողջույն մեր եթերեն ու անշուշտ ունգընտության վայելքը իմ հաղորդում են։ Ողջույն սիրելի Կարմեն, շնորհակալ եմ շատ հրավերի համար։ Հուսով եմ այսօր շատ լավ եթեր ենք ունենալու միասին։ Անպայման, հատկապես երբ մեր սրտերը գփափախեն միևնույն երաշտական ալիքեն։ Իրականության մեջ քո երգերը լսելը բավարար է ապրելու այնքան, նույնիսկ առանց խոսելու։ Սակայն ես վստահաբար պիտի ուզենք, որ մեզի բացահայտես, թե երբ ունեցած ես այդ զգացումը, որ դու պիտի նվիրվիս հայ երգին, ու թեպի ինչ ճանապարհներ բացվեցան քեզի համար այդ ուղղությամբ։ Երգել սկսել եմ շատ փոքր տարիքից, ծնողներս են նկատել երգելու տաղանդը ինձ մոտ, ընդունվել եմ Ջիվանու անվան աշխուհական դպրոց, սովորել եմ այնտեղ, հետո ավարտելուց հետո ընդունվեցի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջ, դա էլ ավարտեցի, հետո ընդունվեցի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա։ Դա նույնպես արդեն ավարտել եմ մագիստրատուրան։ Հիմա արդեն զբաղվում եմ միայն երգեցողությամբ, դա է իմ հիմնական զբաղմունքը։ Ուսումը ավարտել եմ, այսպես ասեմ։ Այո, շատ գեղեցիկ եւ իրականության մեջ ինձ համար նորություն էր, որ հենց իմ դպրոցին, միևնույն դպրոցեն եղած ենք, Ջիվանու անվան աշխուհական դպրոցը։ Երբ ուզեցիլ երթալ եւ մասնակցիլ, ասենք երգոց ծրագրին, գիտեիր քեզ սպասող դժվարությունը կամ կհավատայիր, որ արդեն հեշտ է քեզ համար նկատի առած երաշտական քու գրթությունը, երաշտական քու կարողությունը։ Իրականում երգերքոցին մասնակցելուց ես գիտակցում եի, որ ինձ մեծ դժվարություն է սպասվում, որովհետև ես երկար ժամանակ ժողովրդական երգեցողությամբ չէի զբաղվել, քանի որ սովորում էի դասական երգեցողության բաժնում, կոնսերվատորիան եւ քոլեջը ավարտել եմ որպես օպերային երգիչ։ Զուտ այդ պատճառով մի փոքր դժվարություն կար վոկալ տեխնիկայի հետ կապված, բայց ժամանակի ընթացքում հաղթահարեցի եւ հիմա արդեն ժողովրդական երգեցողությամբ նույնպես զբաղվում եմ։ Մենք շարունակենք լսել Արման Գրիգորյանին իր գեղեցիկ երգերը, իր հրաշալի կատարումները։ Սիրելի Արման, մենք այս պահում չեմ գիտեր, եթե դու կլսես արդեն, Ալաքիազ եւ Տեկելե երգերու գադարումն է, որ կլսենք։ Ինչ ունի սիրելի այս երգի մասին։ Կա հատուկ ինչ որ պատմություն կամ դա այդ երկու երգն էլ շատ եմ սիրել, սիրով եմ կատարել, որը վերջերս նաև կիսվել է իմ սոցիալական էջերում։ Իսկ հալով ասենք երկոցի ընդրված երգերուն ձանոթ է իր այդ երգերուն լսած է իր դան մեջ կամ նոր էին քեզի համար։ Երգեր կան, որոնք իհարկե իմացել ենք, երգեր կան, որ մայստրոն Արտեմ Խաչատուրը գործիքավորել է, այսինքն աշխուհները ունեն երգեր գրված, բայց գործիքավորում չկար, մայստրոն գործիքավորել է, մենք էլ երգել ենք, տասնյակ, կարող եմ ասել, նոր երգեր կյանքի են կոչվել մայստրոյի շնորհիվ, որոնցից մի քանիսը նաև ես կատարել եմ երգերկոցի շրջանակներում։
Եվ արժե այս պահուն ունգընտրենք Աշուղ Աշոդի աշխարհի հայեր երգը քու կատարմամբ, որ ծուն առաջին կատարողը հանդիսացար նաև այդ երգին։ Սիրելիներ, անոնք որոնք մեզի գտիդեն այս պահուն Facebook Live, նաև մեր էկրանեն գտիդեն Արման Գրիգորյանի կատարումները։ Ահավասիկ սիրելիներ ինչ քեղեցիկ երգ, եթե գուզեք նոր երգի կատարում եւ հրաշալի երգ Աշուղ Աշոդի երգաշխարեն։ Սիրելի Արման, այսօր շատ երիտասարդ ես եւ բնականաբար գրնաս նաեւ սիրել արտիագանը, անգլերենը եւ արդեն լսած եմ, որ երգած ես ունիս կատարում անգլերենով։ Գուզես հարաճիգային օրինակ ընդգրկել երգացանկիտ մեջ նաեւ օդար երգեր։ Այո, երգում եմ, սիրով եմ երգում այդ երգերն էլ իրականում։ Կարծում եմ, եթե ինձ մոտ ստացվում է, եւ ոչ մի խնդիր չի առաջացնում իրենից այդ ժանրը ինձ մոտ կարող եմ ասել որ սիրով երգում եմ թե հայկական ժողովրդական երգեր թե օպերային երգեր եւ թե անգլերեն փոփ երգեր եւ գուցե նաեւ երգեր թողարկեմ ինչու ոչ օրինակ անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներով բայց մենք բնականաբար պիտի սիրենք հարազատը պիտի սիրենք մեր աշուղները Աշուղ Սայատնովա եւ շատ մարդ գոսե Շատ մարդ գոսե իսյարեն են հասրատի Լեյլի մեջլում էլ չիելին է սալում Մարդ պիտի Խոսքի սասում արագավոր մաս
Սիրելի Արման Գրիգորյան, արդեն մեզի համար արդեն մեզի համար զգալի է, թե քու երկերը ամենևին հերու են գլգլոցները։ Շատ մը երկիչներ կբացատրեն, թե ինչ որ փող աշխատելու համար ստիպված կլան այլ ոճի մեկ խոսքով ռաբիզ երկել։ Համաձայն ես այդ երկիչներուն կամ այլ ցև կմտածես։ Իրականում համաձայն չեմ, որ միայն այդ ձևով երկելով կարող են մարդիկ գումար աշխատել։ Ես աշխատում եմ գումար, բայց չեմ երգում այդ ժանրում կամ այդ ոճում։ Կարծում եմ դա իրենց ընտրությունն է եւ անկեղծ ասած ես չեմ կարող իրենց քննադատել, չգիտեմ, երևի դա իրենց էությանը ավելի հոգեհարազատ է իրենց բայց լավ կլիներ իհարկե որ համատարած բոլորը սիրեին հայ ժողովրդական երկերաժշտությունը այդ ձևով կարծում եմ նոր թափ կառներ եւ ավելի կսիրվեր ինչ չէ նաեւ աշխարհի կողմից հայկական երկերաժշտությունը Այո ես համաձայն եմ քեզի եւ սիրելիներ այժմ ում ընտրենք Աշուղ Ջիվանի Սասունասարը Արման Գրիգորյանի մեկնաբանությամբ Իսկ այժմ բահն է լսելու այն երգը, որ շատ սիրելի է եւ հարազատ մեր եթերին, ասա ինչ անեմ։ Արման, հետաքրքրական հարց մգուզեմ ուղել քեզի։ Այո։ Օրինակ այս երգի փնորինակը, որ Վաղարշակ Մամիգոնյանը երգ է, լսած ես կամ ընդհանրապես երկոց ծեր փորձերու ժամանակ գլսեիք երկի անտրանիկ կատարողի այսին կատարմամբ այդ երգը Այո իհարկե լսել ենք հենց իր կատարմամբ մայստրոներ բերել երգը ընտրելիս ընտրեցի այս երգը եւ լսեցի բնօրինակը ինչ որ շատ հավանեցի Իսկ Արդեմ Խաչադուր Թարահար երաժիշտը հսկայական աշխատանք կդանի եւ արդյոք քեզի համար ինչ մեծ տպավորություն թողած է ինք Ես Արդեմ Խաչատուրից առաջին հերթին կարող եմ ասել որ սովորել եմ շատ սիրել հայ ժողովրդական երգերաշտությունը առաջին տեղում
իր կյանքում կարծում եմ Մայստրոյի կյանքում հենց հայկական երկերաշտություն է առաջին տեղում։ Իրենից դա եմ սովորել, կարող եմ ասել, եւ շատ գիտելիքներ եմ ստացել իհարկե։ Այո, իրապես որ արժեք է մեզի համար մայստրո Արդեմ Խաչատուրը։ Իսկ հիմա մեր ունգընտիրներուն գուզեմ, այսինքն անդրադառնանք այն, որ տուն շաբաթ առաջ ելույթ ունեցար Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակի հանդիսության։ Այո։ Իսկ ինչպես պատահեցավ, որ այդ հրավերը ստացար տուն այդ մույս այլ մեծ երկիչներու, ասենք հարաբերաբար, ասենք վաղը վստահ եմ, որ տունալ պիտի դառնաս այդ մեծ երկիչներեն մեկը, ինչպես ստացար այդ հրավերը, որ տունալ մասնակցիս։ Համերգի կազմակերպիչները լսել էին երկրորդ հենց Խաչատուր Ավետիսյանի հաղորդմանը նվիրված երգը, որտեղ ես երգեցի Երևանի ջուրը։ Ինձ ասեցին, որ ուրիշ երկիչների եւս լսել են, ովքեր կատարում են այդ երգը եւ ընտրել են ինձ որպես կարելի ասել լավագույն կատարող, այդպես ես էլ ընտրվեցի այդ համերգին որպես մասնակից։ Այսինքն ես եթե այդ համերգի գազմագերբողներն լայ հաստատ ես ալ քեզի պիտի ընդրեի։ Ուրեմն Նատալի Գարելի է այս պահուն ունգընտրել Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործությամբ եւ Լուդվիգ Տուրյան, չէ՞, խոսքերու հեղինակ։ Այո, լսենք Արման Գրիգորյանի գդարմամբ Երևանի ջուրը։ Այս ուրիշ է իմ Երևան ջուրը քաղցրահար Ձերուն ու կյանք է դալիս մանուկի ծիծա Ուրն է մեղուն սիրահարի քնշանքովին պահ Շաղ է դալիս սաղիքներին դարնում շատ դրվար Չէ ուրիշ է շատ անուշ է ջուրըտ Երևան Երբ պոտարն է ջուրըտ խմում ժպտում է ուրա Ասում է ջուր չեմ տեսել այսքան ջինջուպա Բայց երբ անդողթայն է խմում ասում է օխայ Այս լուր ջրին է գարոտում թերվում ամեն հայ Շաղ է տալիս սաղիքներին դարնում շատ դրվար Չէ ուրիշ է շատ անուշ է ջուրըտ Երևան Հեյ ջան դու շատ բաղ ես Երևանի ջուր Հեյ ջան Շող ես Երևանի ջուր Քո մեջ ամրան տակ արևն է ամեն օր հայտում Սիրահարված աղջիկների նման ես ժպտում Երջանկության ծիածան ես դառնում ամենուր Դու պայծառ ես դու, զորալ ես դու իմ կյանքի հոր Շատ է տալիս սաղիքներին դառնում շատ դրվար Չէ ուրիշ է շատ անուշ է ջուրըտ Երևան Հեյ ջան դու շատ բաղ ես Երևանի ջուր Հեյ ջան ույսի շող ես Երևանի ջուր Շատ է տալիս սաղիքներին դառնում շատ դրվար Չէ ուրիշ է շատ անուշ է ջուրըտ Երևան Շատ է տալիս սաղիքներին դառնում շատ դրվար Պես միշտ մաքուր է ջուրըտ Երևան Սիրելի Արման, մենք երբ իրար հետ կզրուցենք, ինչ-որ օպերայի մասին խոսեցանք, ինձ համար բարզ չէր, կարելի արդյոք բարզել հիմա մեր եթերեն։ Այո, իհարկե։ Այսպես ասեմ, հայ իրականության մեջ, երաժշտական իրականության մեջ մի նորություն է շուտով լինելու։ Մայստրոն Արտեմ Խաչատուրը գրել է մի օպերա, որը բեմադրվելու է, կատարվելու է ժողովրդական, հայկական ժողովրդական նվագարանների ուղեկցությամբ։ Լիբրետոն գրել է Սմբատ Խալաթյանը, երաժշտությունը Մայստրոն Արտեմ Խաչատուրը, օպերան կոչվում է Աշուղ Ղարիբ, որը համանուն հեքիաթի հիման վրա է գրվել։ Այն լսվել է արդեն շատ անվանի արվեստագետների կողմից, իրենք տվել են իրենց հավանությունը եւ հուսով եմ, որ շատ կարճ ժամանակ անց արդեն կհայտնվի մեծ բեմում։ Շատ գեղեցիկ աշխատանք որտեղ ես նաեւ իմ բաժինը ունիս։ Մասնակցությունը ունեմ։ Շատ բարի։ Իսկ այսինքն ես մեկ բան բարձ չեր ինձի համար, որ Աշուղ Արի
սա է օպերայի Աշուղ Ղարիբ իսկ ընդհանրապես երգերը որ պիտի հնչեն ինչպիսի երգեր են աշուղական որ աշուղի Աշուղական երգեր են իհարկե աշուղական երգերի հարմոնիաներով եւ այլն հայկական շատ գեղեցիկ այդպես կարող եմ ասել մի խոսքով կարող եմ նաեւ մի բան ասել որ այնտեղ երբ որ լսեք օպերան որոշ մեղեդիներ գուցե ձեզ ծանոթ լինեն որոնք հանդիպում են Սայաթ-Նովայի մեղեդիներում մի խոսքով շատ հակագծերը ճակերտները չբացեմ այո կլսեք մենք անհամբեր ենք անշուշտ իսկ նկատելով որ մեր հաղորդումը ընդհանրապես կհասնի իր ավարտին վիդեոզեմ հարցնել որ ինչ սպասելիքներ ունի երաժշտական կյանքիդ մեջ ես կարող եմ ասել որ շատ ճիշտ ընտրություն եմ կատարել իմ մասնագիտության հարցում որ դարձել եմ երգիչ շատ սիրով եմ անում իմ աշխատանքը այսպես կարող եմ ասել ինչ որ հատուկ ակնկալիքներ չունեմ ես չեմ բողոքում շատ գոհ եմ այն ինչ ինձ տրվել է թող այսպես շարունակվի ես շատ ուրախ եմ այո բայց իրականում պետք է երազանքներ լինեն որ մարդ ասենք այդ երազանքներով ուղղվի դեպի արչև այդ իմաստով էր այսինքն բայց ամեն բարակայի քեզ նմաններն ալ շատ լավ է երբ գիտեն ինչ է իրենց ցանկությունը կյանքեն եւ բավարարված կսկան իրենց արազով իսկ վստահ եմ որ մեզի լսողներ այս պահուն շատ են այս առիթով ինչ խոսք ուզես ուղղել փոխանցել մեր ունգընտիրներուն քո երկրպագուներուն ես շատ շնորհակալ եմ առաջին հերթին ձեզնից որ հրավիրեցիք ինձ ձեր եթերին եւ շնորհակալ եմ նաեւ այն մարդկանց ովքեր սիրում եւ բարձր են գնահատում հայկական ժողովրդական երգերաշտությունը շարունակեք այդպես որովհետեւ պետք է այն անաղարտ պահել կարծում եմ որովհետև այսօր ցավոք սրտի քիչ մարդիկ են որ սիրում եւ գնահատում են այն հույսով եմ որ քեզ նմանները օրինակ հանդիսանան մույսներուն շնորհակալություն շատ ես եմ շնորհակալ Վերջապես մենք կլսենք վանացայինի շատ հարազատ երգ կանչում եմ արի երգը Կանչում եմ արի Ճշմարտաբար մենք հրաժեշտ պիտի տանք բայց երգը մեզ կգանչի դեպի իրը Մարի ասա ինչ անել Կանչում եմ արի արբոյիդ
անհրաժեշտ կուտանք սիրելիներ, վստահ եմ, որ շատ դժվար է նման քեղեցիկ բահերի բաժնվելը, սակայն կխոստանանք, որ հարաճիգա երեքշաբթի կերգին գմիանանք միևնույն եթեր, միևնույն հարազատ եթեր վանացային ռադիոգայանին։ Բարով մնացեք։ Իսկ սրտի մեջ տեղանեմ ձենա